Ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սերմանվի փոքրուց, իսկ ռազմարվեստի մասին տեսական գիտելիքները բնականաբար պետք է ամրապնդվեն գործնականում։ Մենք հավատում ենք քեզ զինվոր ծրագրով երիտասարդական համալսարանականների միավորում հասարակական կազմակերպությունը համախմբել է ուսանողներին։ Նրանք այցելել են զորամասեր, ծանոթացել ծառայության ընթացքին, անկեղծացել տպավորություններով։ Հայկ Ուշասլանյանն է պատմում։ Մենք հավատում ենք քեզ զինվոր ծրագրով երիտասարդ համալսարանականների միավորում հասարակական կազմակերպության անդամներն այցելում են զորամասեր, հանդիպում զինվորների հետ, ծանոթանում ծառայության ընթացքին։ Հերթական այցելության վայրը Բաղրամյանի ռազմական վարժարանն էր, ուրիշ էր սակայն հանդիպման ձևաչափը։ Ռազմարվեստի մասին տեսական գիտելիքները ուսանողները պետք է ամրապնդեին գործնականում։ Դա չափազանց կարևորում են հատկապես ծառայության շեմին կանգնած տղաները։ Սա տալիս է որոշակի փորձ, իսկ ինչպես ասում են, փորձը ավելորդ չի լինում։ Մենք իմանում ենք ինչպես կրակել եւ հետագայում կօգտագործենք սա ծառայության ժամանակ։ Զենքին տիրապետելու ցանկությունն այնքան մեծ էր, որ զինավարժարան գնացողների նախնական 100 հոգանոց ցուցակը վերջին պահին եւս 50-ով ավելացել է։ Ակտիվությունը նկատելի էր հատկապես աղջիկների շրջանում, որոնց կրակոցների զգալի մասը խոցում էր թիրախը։ Ամեն անգամ գալուց մտածում եմ, ասենք, եթե հնարավորություն լիներ, ինքս էլ բանակում կծառայեի ու հաստատ կպաշտպանեի մեր սահմանները։ Ռազմարվեստի տարրական օրինակներին տիրապետելը ցանկացած հայ մարդու պարտականությունն է, կանայք նույնպես պետք է մասնակցեն։ Երիտասարդ համալսարանականների կարծիքով ռազմարվեստի կանոններին տիրապետելը ժամանակի հրամայականն է։ Դա առաջին հերթին զգոնություն եւ զինվորի ու զինվորական գործի նկատմամբ պատշաճ վերաբերմունք է դաստիարակում։ Մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որ ամբողջովին պատված ենք թշնամիներով։ Դա համար ես գտնում եմ, որ ցանկացած հայ պետք է կարողանա նորմալ կրակել։ Նման միջոցառումները բարձրացնում են երիտասարդների ռազմայնասիրական ոգին, բարձրացնում են բանակ երիտասարդություն կապերը, ամրապնդում են այդ կապերը։ Մինչև տարեվերջ երիտասարդ համալսարանականները կայցելեն այլ զորամասեր եւս։ Հայկ Ուշասլանյան, Վարդան Տերտերյան, Առաջին ալիք։